Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Երբ չեմ կողնորոշվում ընդունելից առաջարկված դերը, թե ոչ ռեժիսորի հետ գնում եմ գարեջուր խմելու։ Մի քանի րոպե անց արդեն գիտեմ, եթե պատվիրում եմ ևս մեկ շիշ նշանակում է դեմ չեմ առաջարկի, եթե պատվիրում եմ միանգամից երկուսը, ուրեմն հաստատ նկարահանվելու եմ։ Այս խոսքերը կարող էի ես էլ ասել, բայց այն ավելի ազդեցիկ է հնչում, երբ խոսքերի հեղինակը դերասանուհի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարեկամքի դեսպան Էմանուել Բեարն է։ Բարի երեկո, եթերում կինոն է։ Պատվիրեք ինչ ուզում եք, որքան ուզում եք։ Առաջիկա րոպեները անցկացնելու ենք միասին։ Մայստրո Երվանդ Երզնկյանը իր նվագախմբի հետ մեզ հետ է, հարմար տեղավորվեք, սեանսը սկսվում է։ Երբ նրանց հրավիրել ենք խաղի առանց երկար բարակ մտածելու, անիմաստ ձգձգելու, միանգամից համաձայնել են։ Այսօր կինո ենք խաղում։ Երգիչ, երգահան Էրիկ Կարապետյան, երգչուհի Սոնա Ռուբենյան, Բրավո! Երգիչ, երգահան երաժշտական պրոդյուսեր Նիկ Եգիպյան։ Բարի երեկո սիրելի գործընկերներ։ Բարի երեկո։ Ուրախ եմ Էրիկ եւ Սոնա ձեզ կրկին տեսնել իմ տաղավարում, Նիկ բարի գալուստ կինոյի տաղավար։ Մենք Սոնայի կինոգիտելիքներին քաջածանոթ ենք, Էրիկին եւս, դուք առաջին անգամ եք խաղում։ Չէ, Էրիկ դուք էլ եք հիանալի։ Պարզա հատկապես այն դեպքում, երբ Սոնան է տարածքում, այնպես որ Դե լավ, անցած անգամ պարտվել եմ։ Տեսնենք թե այսօր ինչ զարգացում կունենա։ Նիկ ձեզ մաղթում եմ հաջողություն։ Ես եկել եմ ժպիտով պարտվելու։ Դե չէ, տենց պիտի Ժպիտով պարտվելու։ Նախորդ անգամ հիշում եմ Սոնայի անզուգական կատարումը եւ իհարկե այսօր էլ մեր հանդիսատեսն էլ չի կարող զրկվել այդ հաճույքից, բայց այդ ֆիլմից չէ։ Նոր ինչ-որ ֆիլմի որևէ soundtrack Սոնա, որ կուզեիք երգել։ Tell me something, boy. Are you happy in this modern world? And more, I'm falling. Bravo! I'm on the deep end, watches are diving. I never need the ground. Bravo! Աստղը ծնվեց ֆիլմի soundtrack-ը։ Սիրելիներս խաղալու ենք կինո, գուշակելու ենք աշխարհի բոլոր ֆիլմերը, մուլտֆիլմերն ու սերիալները։ Առաջին փուլում ֆիլմերը դուք եք ընտրում հարցաբազայից։ Երկրորդ փուլում էմոջիները կներկայանան իրենց հարմար հերթականությամբ։ Իսկ երրորդ փուլում ինչեր ասես, որ չեն կատարվի։ Սուպեր խաղի կանոններն էլ կպատմեմ նրան, ով կհաջողի հայտնվել եզրափակիչում։ Խաղը եզրափակելու համար այն առնվազն պետք է սկսել։ Դա անելու համար ունենք հատուկ հարց, որի պատասխանը ստույգ թիվ է։ Ձեր առջև դրված թղթերի վրա կգրեք պատասխանի ձեր տարբերակը կհաղթի։ Սոնան ում պատասխանը ավելի մոտ կլինի։ Ինչ եմ ուզում խաղամ։ Եվ այսպես, եթե պատրաստ եք ընթերցեմ հարցը։ Գաղտնիք չէ, որ Թոմ Կրուզը նախընտրում է ինքնուրույն կատարել հնարավոր բոլոր վտանգավոր հնարքները ֆիլմերում։ Առաքելությունն անիրագործելի է ֆիլմաշարի 6-րդ մասի տեսարաններից մեկում։ Քանի մետր բարձրությունից է պարաշուտով թռել դերասանը, օդապարիկով։ Էրիկը ունի արդեն պատասխան, Սոնան էլ կարծես եւ Նիկն էլ։ Խնդրեմ, կարող ենք տեսնել։ Էրիկը կարծում է, որ թռել է 7500 մետր բարձրություն։ 7500 մետր բարձրությունից, Սոնան 1000 մետրից ընկնում են, չեն տրնում։ 1000 մետրից ընկնում են, 1000 մետր բարձրությունից եւ 2000 մետր բարձրությունից կարծում է Նիկ
Նեգիբյանը, թվերի հետ Էրիկը հրաշալի է վարվում, որովհետև իրականում 7600 մետրից է։ Իրականում մի հատ բան ասեմ, նախ Թոմ Կրուզը իմ սիրելի դերասաններից մեկն է ու ես գիտեմ իր հնարքները, հատկապես վերջին 60 տարեկանում ինչեր է անում, իսկ ես ինքս անձամբ 6000 մետրից թռել եմ ու գիտեմ, որ ավելի ցածր չի լինում, այնպես ավելի ցածր չի լինում։ Բրավո Էրիկ, Բրավո։ Այսինքն այդ կինո գիտելիք չի էլի, ուղղակի դեռ ստացվեց։ Բրավո, բրավո, բրավո։ Խաղը սկսելու եք դուք, բայց մինչ այդ լարում ենք լսողությունը, սրում ենք տեսողությունը, թարմացնում ենք հիշողությունը։ Ջավադե Ռամին, Մանսուրյան Տիգրան, Մորիկոնե, Էնյա։ Մենք խաղում ենք կինո։ Առաջին փուլում 15 կինոնկար ենք գուշակելու 3 համապատասխան անվանակարգերում։ Թարմ ձուկ, թարմ ձուկ։ Դրվագներ տարբեր ծովամթերքով հարուստ ֆիլմերից ու մուլտֆիլմերից։ Բաբաջանյանական երաժշտություն, որը այսօր արկա է լինելու մեր առաջին փուլում։ Պաստառներն հարսանեկան կամ նախահարսանեկան ֆոտոսեսիայից են։ Եվ այսպես Էրիկ դուք եք ընտրում ինչպես գուշակել, ճիշտ պատասխանի դեպքում վաստակելու եք համապատասխան միավորը, սխալ պատասխանի դեպքում մեկ քայլ բաց եք թողնելու խաղը։ Եթե Էրիկն է ընտրում, դա չի նշանակում, որ դուք գուշակելու իրավունք չունեք, հավասարապես բոլորը սկսում ենք խաղը, ծափահարությունները մեր այսօրվա աստղերին և հաջողություն մեր խաղին, խնդրեմ Էրիկ։ Շատ տրամաբանական կլինի, որ Բաբաջանյանով սկսենք։ Եկեք թարմ ձուկ, թող տրամաբանությունից, որովհետև հնարավոր էր ընտրեիք ու ձեր անզուգական կատարումը լսեինք Բաբաջանյանի ստեղծագործությունը։ Ես կընտրեմ Սոնան կերքի միշտ։ Թարմ ձուկ։ Թարմ ձուկ քանի միավոր։ Թող լինի 20։ 20, խնդրեմ։ Հաջողություն։ Էրիկ։ Նեմոնա։ Նեմոին որոնելիս, ճիշտ է։ Շարունակեք։ Եկեք Բաբաջանյանական, թող լինի 10 միավոր։ 10 միավոր, խնդրեմ։ Սոնա։ Հարսացություն հյուսիսից։ Ճիշտ է։ Ոնց է սխում տենց արագ։ Своею мамой назову։ Հիանալի է, Սոնա շարունակեք։ Բաբաջանյան երկրորդ։ 20 միավոր։ 20 միավոր, խնդրեմ։ Էրիկ։ Սխմեցի, տարամ։ Սոնա է կանում այդ վազգում։ Չէ։ Հաստրեցիք լսել ինչ-որ բան։ Առաջին սիրո երգը։ Առաջին սիրո երգը։ Չգիտեմ ով է սեղմել։ Ես։ Բրավո, Էրիկն էր սեղմել, Էրիկ շարունակեք։ Ես չգիտեմ ինչ է պատասխան, չգիտեի ով է Ես սեղմել եմ պարապել ու եկել եմ կոետ խաղալ։ Շարունակեք Էրիկ։ Եկեք թարմ ձուկ 40 միավոր։ Թարմ ձուկ 40 միավոր։ Ցածը հարկավոր։ Էրիկ։ Ով էր։ Դելֆինի մասին է այս ֆիլմը, ես լավ հիշում եմ։ Դելֆինի մասին է։ Այո։ Եթե Դելֆինի մասին է, ապա ինչպես կարող ենք այն կոչել։ Դելֆինի որ փրկում են, հետո տանում են ջուր են լցնում, ափին եւ այլն։ Դելֆինի պատմությունը։ Այո, Դելֆինի պատմությունը, ճիշտ է։ Էրիկ շարունակեք։ Հա, փաստորեն։ Այո։ Եկեք, էս ինչ այն տակի հարսանեկան 20 միավորը։ Հարսանեկան 20 միավոր։ Մальчишник որ լեզվով Խնջույք Վեգասում։ Տղաների խնջույքը Վեգասում, բրավո։ Սոնան եկավ խաղ։ Շարունակեք Սոնա։ Բաբաջանյան 50։ 50։ Այո։ Բաբաջանյան 50։ Շեփոր Իմ սիրտը լեռներում է։ Վիլյամ Սարոյանի համանուն վեպի վրա։ Իմ սիրտը լեռներում է։ Էրիկի այա։ Սկսվեց։ Սոնա շարունակեք։ Հարսանեկան 40։ Հարսանեկան 40։
Ով էր։ Էրիկը։ Նա ես կոպես հիմա սխմել եմ, պետք է ընթացքում կռայեմ։ Ես կարող սխմեմ, քանի ես կռահում եմ։ Դու պետք է հասցրես, Նիկ։ Ես եմ մուլտֆիլմ։ Ես կարծում եմ Նիկ այնքան հիացած է ձեզ նայում, ոնց որ մեր հերոստատի տեղից։ Չէ, ես ասում բարդված եկել եմ։ Մահացած հարսնացու մասին է։ Դիակների Հարսնացու դիակը։ Այո, հարսնացուի դիակը։ Տրուպ նիվեստը։ Ապրեսոն։ Բրավո, Էրիկ, բրավո։ Նիկ։ Կարող եք սեղմել, ես ձեզ կօգնեմ։ Ես դիտորդի դերում եմ։ Դժվարը առաջինն է, հենց պատասխանում եք, զգում եք, որ խաղը լավ ընթանում է։ Ես չեմ են հասցնելու մոտ գամ։ Էրիկ վերադարձի։ Ընտրի։ Բաբաջանյանին արի վերջացնենք։ Ունենք եւ 30 միավոր եւ 40 կարելի է վաստակել։ 40 միավոր։ 40 միավոր, Նիկ։ Չէ, կարող ես սեղմել։ Շատ հին ֆիլմ է։ 1955 թվական։ Հենա ասում եմ սերենադ ասակնի։ Սեղմի։ Ասա։ Okay, սերենադ։ Ֆիլմի վերնագիրը Без разницы։ առանց որևէ տարբերություն։ Այդ թվերը ինչ ֆիլմ է։ Դուք որտեղ եք բնակվում։ Ես իմ հորինած աշխարհում։ Ձեր հորինած աշխարհի հետ կապված չգիտեմ ինչ ասել։ Լավ, դուք ունեք հասցե, չէ։ Մի քանի, հա։ Մի քանի հատ, լավ, ինձ մոտ չի ստացվում ձեզ օգնել այս պարագայում հասցեատիրոջ որոնումները։ Ես այդ ֆիլմը չեմ դիտել։ Դա հուշելով է հնարավոր չէ։ Այո, մեկ քայլ բաց եք թողնում խաղը։ Ես այնպես չի որ միջև այդ կոտորվել էիք, բայց ամեն դեպքում ես այստեղ բան եմ, բուտաֆոր եմ։ Մեկ քայլ բաց եք թողնում։ Եվ ցածր միավորները ձերն են, Սոնա, դուք եք ընտրում։ Բաբաջանյան 30։ Բաբաջանյան 30։ Ոյ մոմ։ Սոնա։ Տա Հեռախոսի Փախեցա զանգ։ որ դու կսեղմես։ Տա Ինչ որ մեկը մեսեջ Այդպիսի ունի։ հեռուստաշոուներ կան նույնիսկ հիմա, երբ տվյալ մասնագետները հավաքվում են։ խոհարարները մեկնում են մրցույթի, Եկել են մրցույթի։ բայց որ երբ։ Հա, ինչ բայց։ Երկն եք ուզում հիշել։ Հա։ Ես ընդունում եմ որպես ճիշտ պատասխան, դուք այդ ընթացքում կարող եք հիշել երկը։ Խոհարարները եկել են մրցույթի, Նիկ դուք էլ եք եկել մրցույթի, վերադարձեք խաղ եւ շարունակում ենք, Սոնա դուք եք ընտրում։ Ինչ ընտրեմ, հարսանեկան 30։ Հարսանեկան 30։ Էրիկ։ Ասենք Ես եմ բանն է, հարսնացուն որ փախնում այդ չի։ Runaway Bride։ Ահա, եւ ինչպես է կոչվում այդ ինչ որ ասեցիք։ Փախչող հարսնացուն։ Ահա, տեսնենք։ Ճիշտ է։ Փախչող հարսնացուն։ Շարունակեք։ Ինչ ունենք տեսականի։ Մենք տեսականից Ունենք ունենք հարսանեկան։ թարմձուկ 10, 30 եւ 50 ու իհարկե հարսանեկանից 10 եւ 50։ Հարսանեկան է 50 էլի, եկեք փորձենք։ Հարսանեկան 50, խնդրեմ։ Սոնա, Իմ մեջ չախ ունական հարսանիք։ խնդրեմ տեսնենք։ Իհարկե, իմ մեծ ունական հարսանիքը։ Դու ոնց ես սխմում տենց արագ։ Քո արագությունն է այդ ստիպում ավելի արագ լինել։ Սենց արագ պետք է լինի։ Քո արագությունն է ստիպում։ Սոնա, շարունակեք։ Հարսանեկան առաջին։ Հարսանեկան 10 միավոր, 10։ խնդրեմ։ Սոնա, Իվետանա Մկոնա, այս ֆիլմի վերնագիրը։ Էլի փախչող հարսնացուն, փախիր կամ ամուսնացիր։ Փախիր կարող ես։ փախիր կամ ամուսնացիր, այո, ճիշտ է։ Եվ թարմձուկ 10 ու թարմձուկ 30 կամ 50, Սոնա, որն եք ընտրում։ Թարմձուկ 50։ 50։ Բայց ինչ է սա։ Չելուստի։ Հա, Բրավո, ծնոտներ։ Վախենալու է։ Ձերից պրոստը, թե չէ, ֆիլմը, անկեղծ ֆիլմը չեմ նայել։ մանկական տրավմաների մասին ֆիլմ։ Saundtrack-ը գիտեք։ Ինչ է։ Ֆիլմը մնչող երաժշտությունը բավական է ֆիլմը գուշակելու համար։ Մանավանդ ձեր մասնագիտության տեր մարդու համար։ 10 թե 30 միավոր եք ցանկանում ավելացնել ձեր արդեն եղած 50-ին։ 30, խնդրեմ։ Ես սելեմ։ Ով էր։ Նե,
սեղմել եւ ձկան հայացքով, ձկան լռությամբ կանգնել։ Շարքա ինչ որ ակում է, դե parza, ինչ որ Ես մենք գիտեմ մուլտիկա ես նայել եմ։ Գիտես։ Նիկ, սա։ Էրիկ բանը չի է։ Soundtrack-ը Ագիլերանա մեջ երկու soundtrack-ի։ Ոտնի տենց ինչ որ բաներ։ Ոտնին բարձր որտեվ ձկնեղենի հետ գործ ունենք, այո։ Ինչ են անում, մի հատ բանը, ոտնե բրատство։ Հա, ջրային եղբայրություն։ Ինչպես։ Այո, ստորջրյա եղբայրություն, ճիշտ է։ Ջրյա, հա։ Հայրենի համար։ Անդրեյնը բայց այդպես չի անում է։ Պատվոտն է ռուսերեն կլինի։ Եվ 10 միավոր, որը կարող է գալ ձեզնից յուրաքանչյուրին, խնդրեմ։ Սոնա գնար էլի այդ անտեր 10 միավոր։ Ֆիլմա ձկան մասին։ Այո, նրանք երբեք դա չեն անում։ Խոսող ձկնիկ։ Այո, խոսող ձուկը, ճիշտ է։ Ձկնիկ։ Բրավո, բրավո, բրավո։ 50 միավոր, Նիկ։ Եվ սա հրաշալի է Ինձ համար սա մեծ 180 միավոր Սոնա Ռուբենյանը, 180 միավոր Էրիկ Կարապետյանը, հավասարապես Նիկ Եգիբյանի հետ։ Մի տարի նկարվենք էլի երկրորդ փուլ։ Առաջինի եթերում մենք խաղում ենք կինո, մնացեք մեզ հետ։ Թիմ Բարդենը անչափ վախենում է շիմպանզեներից, բայց դա նրան չխանգարեց նկարահանել Կապիկների մոլորակը ֆիլմը։ Եթե դուք չեք վախենում էմոջիներից, ապա երկրորդ փուլը վստահաբար կհաղթահարեք։ Մոլորակի բոլոր ֆիլմերն ու մուլտֆիլմերն այս փուլում հայտնվելու են էմոջիների տեսքով։ Դրանք գաղթազերծելու համար պետք է ինչ անել։ Ընդամենը գուշակել։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխան կբերի 30 միավոր, սխալ պատասխանի պարագայում մեկ հարց բաց կթողնեք խաղը։ Սեղմում ենք էլի։ Կարող ենք սեղմել, բայց մինչև սեղմելը Սոնա սկսեմ ձեզնից։ Սիրելի էմոջի կամ հաճախ օգտագործվող էմոջի ունեք։ Հուզված աչքերով սմայլիկը։ Որ էստեղ է։ Այստեղ թաց է մի քիչ, բայց ինքը ուրախ է։ Հա, պատկերացրեցի։ Նիկ։ Երևի ասա ամեն ինչ ասա։ Սրտիկը, բայց բան Սրտիկը, վարվող սրտիկը։ Մանուշակագույն։ Մանուշակագույն սրտիկը։ Ահա։ Էրիկ։ Վերջերս էլի այդ հարցը տվել են, ուրեմն այլ մոլորակայինն է միշտ եղել են։ Բայց տարիքի հետ են ձերքերն եք։ Շատ բարի։ Եվ թանկագին ներկաներ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ոչ ավել, ոչ պակաս կարելի է 30 միավոր վաստակել յուրաքանչյուր ճիշտ պատասխանի պարագայում, եթե դուք պատրաստ եք, մենք սկսենք երկրորդ փուլը, խնդրեմ ուշադրություն էկրանին։ Նիկ։ Մի հատ որ հասկանամ, երկրորդը գալիսով Արտունի։ Այո, հրաշքների անիվը։ Բրավո։ Խնդրեմ, հաջորդը։ Սոնա։ Սպիտակ, մահճակալ, քնել։ Այդ սպիտակ առաջինը ուրիշ բան է։ Ինչպես ենք ասում։ Ջերմակ։ Ահա։ Ջերմակ։ Քնած ժամանակ։ Երազ, անուրջներ, ջերմակ անուրջներ։ Այո։ Հաջորդը։ Սոնա։ Վիկինգ։ Ճիշտ է։ Դրոշները։ Միակ սերիալն է, որ միակը չի, բայց որ ասեք խոսքի։ Իմ կիսատ թողած սերիալներից է։ Խնդրեմ հաջորդը։ Համլետն է Գևորգյան։ Էրիկ։ Իվարկյան։ Ֆինանսներ։ Ինչ պարագաներ ենք տեսնում։ Շենք խնդալու։ Չէ, ծիծաղալու չէ, ինչ պարագաներ ենք տեսնում։ Այսինքն ամեն ինչ ֆինանսների հետ է կապված։ Հումորային։ Այո, այս ամենը ինչ որ միտեղ կարող է լինել, հումորային ֆիլմ է։ Հումորային։ Սերիալ։ Հումորային սերիալ։ Հայտնի Wall Street-ի բանն է։ Չէ, հայտնի սերիալ է, մի անունով։ Անգլերեն բառով։ Որտեղ այդ ամեն ինչը Օֆիսա։ Այո, գրասենյակ, ճիշտ է։ Ապրեսոն։ Հաջորդը։ Սանտեխնիկ։ Մարիո, Սուպեր Մարիո։ Բայց ով է սեղմել, մի հատ կասեմ։ Սուպեր Մարիո եղբայրները կինոյում Սոնան էր սեղմել, ճիշտ է։ Նայ, Սոնան է սեղմում, բար չէ, ընդհանրապես։ Հաջորդը։ Սոնան է։ Էրիկ։ Ինչ։ Մայրիկ ֆիլմն է։ Մայրիկ, ճիշտ է։
Եվ այո, մայրիկը ձեզ վերից միավոր, ես ձեզ խոստանում եմ, եթե հաջորդ անգամ առաջին ալիքի եթերում որևէ արագընթաց մրցույթ լինի, օրինակ արագ սեղմելու հետ կապված կհրավիրեմ։ Ինձ համար սա շատ մեծ ստրես է։ Հիմա կարելի է մի քիչ մտածել։ Խնդրեմ հաջորդը։ Նիքսը։ Սոնա։ Остров проклятых։ Հայերեն ոնց է։ Բան Անիցիալների սիրիալը։ Lost։ Այդ։ Կորստյալները։ Իհարկե ճիշտ է։ Կորուսյալները։ Հաջորդը։ Անկապ սեղ, ես եմ սեղմել։ Դու ես։ Ու չգիտեմ թե եմ սեղմել։ Աշուն։ Դու 9 թվին նայի, առաջինը ինչ է։ Ժամանակ։ Ժամանակ։ Եվ նշանը, չէ՞։ Գալու հետ է կապված։ Երկրորդը ժամանակն է, առաջինը գալը, սովետական ֆիլմ էր։ Արմեն Ջիգարխանյանը։ Երբ գալիս է սեպտեմբերը։ Այո, երբ գալիս է սեպտեմբերը, ճիշտ է Նիկ, բրավո։ Հաջորդը։ Ես էլ եմ անկապ սեղ։ Սոնա։ Ես ես գիտեմ։ Ford and Ferrari։ Այո, Ford and Ferrari, բրավո։ Ճիշտ է, հաջորդը։ Ով էր։ Նիկ։ Արդեն հասկացել եմ, որ ուղղակի պետք է անիմաց սեղմել Տես ինչ պարզ է։ Ինչ պարզ է ամեն ինչ։ Ֆուտբոլի մասին ֆիլմ։ Դե ասա։ Կոֆե։ Ասա։ Կոֆե։ Գնդակ սուրճ։ Եւ գավաթ։ Նա հիշում ես թե սուրճել։ Այո։ Այն։ Ռաստորի մի կոֆե Պելե։ Պելե, լեգենդի ծնունդը, ճիշտ է։ Խնդրեմ հաջորդը։ Թող սեղմի։ Ես այսքան հավես չունեմ։ Սոնա։ Իսպանիա, քարտեզ, քարտեզ, ոսկիներ եմ փնտրում, ճանապարհ, Դեպի ուր։ Դեպի Որ քաղաքն էին ման գալիս։ Բայց այդ ոչ երկրի դրոշն է, եթե հուշես։ Իսպանիան է։ Վերջինը։ Էլդորադո։ Ճանապարհ դեպի Էլդորադո, ճիշտ է։ Հաջորդը։ Թողեք գնամ տուն։ Ես կարամ ասեմ ես, հենց դա Ասա, դե սեղմի Հոթել ասա, Տրանսիլվանիան է այո։ ինձ թվում է։ Ահա։ Բայց ես էի սեղմել։ Էրիկ, այո, դուք եք Հա, ես Այո։ պատահ։ Հոթել Տրանսիլվանիա ժողովուրդ։ Ճիշտ է, Տրանսիլվանիա հյուրանոցը։ Ապրեսնիկ։ Նիկը հուշեց։ Բրավո։ Դե ոչ էի։ Խնդրեմ հաջորդը։ Էրիկ։ Նայ մատով զայրացած 10 բան, տենց 10-ից 10, ինչ։ Դու առաջին մատը դուն է երևի։ Դու Որևէ բան ասեք։ Այս երկրորդ էմոջին ինչ կարող է։ ջղային Զայրույթ, Զայրույթը մի քիչ ավելի որ մնում է ինչ է դառնում, ինչի է վերաճում։ նեղվածության, Ոչ հակառակը դիմացինին արդեն Սիրուց Միքայել։ ատելություն։ Հասկացա։ Դու ատում ես 10 տիղ։ Ատելությունից 10 պակաս։ Լավ չեմ ընդունում ամեն դեպքում քեզ ատելու 10 պատճառ։ Ատելու 10 պատճառ։ Ատելու 10 պատճառ։ Այո, մեկ քայլ բաց ես թողնում։ Լավ, ես մեկ քայլը վերջինն է, Եվ նախավերջին ֆիլմը խնդրեմ։ Զվիզդա։ Սոնան ինչ էր անում այսօր, որ ֆիլմից երգեց։ Star is Born։ Այո, աստղ ծնվեց, ճիշտ է։ Էրիկը վերադառնում է եւ վերջինը, խնդրեմ։ Ինչ ասա։ Ինչի մասին է եւ Չինաստանի դրոշն է։ Չէ, սովետի։ Ահա։ Սովետի, այսինքն սովետական ժամանակաշրջան, խորհրդային ժամանակաշրջանի ֆիլմ է։ Ով է սխմել։ Սոնան։ Հա դե դու էլ պատասխանի։ Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը։ Ճիշտ է։ Բրավո, բրավո, բրավո։ 30 միավորով Սոնա Ռուբենյանը։ 240 միավորով Էլիկ Կարապետյանը ինձ հետ գալիս են։ Երրորդ փուլ։ Նիկ Եգիպյանին այս փուլում հրաժեշտ են տալիս, շնորհակալություն։ Խաղացելու համար սեթական ստեղծագործական հաջողություններ, իսկ դուք մնացեք մեզ հետ։ Երիտասարդ Ստիվեն Սպիլբերգը 3 անգամ դիմել է Հարավային Կալիֆոռնիայի կինեմատոգրաֆի դպրոց եւ 3 անգամ
մերժվել։ Տարիներ անց, երբ այդ դպրոցը որոշեց մեծանուն ռեժիսորին դոկտորի կոչման արժանացնել, Սպիլբերգը համաձայնեց միայն մի պայմանով, որ տրվող վկայականում պետք է լինի այն անձնավորության ստորագրությունը, ով ժամանակին մերժել էր նրա դիմում հայտը։ Երրորդ փուլն ավարտելիս մասնակիցների էլեկտրոնային ստուգակ գրքույկներում կհայտնվի 0 կամ 5 թիվը։ Կախված է միայն ձեզնից։ Ես էլ որպես կինոյի ֆակուլտետի դեկան վերջում կստորագրեմ։ Եվ այսպես, սիրելիներս, նախորդ փուլի միավորները զրոյացվել են, որովհետև հավասար պայքար է այս պարագայում ձեր երկուսի միջև, բայց կա մի առավելություն, որ նախորդ փուլում մեծ միավորներ վաստակած մասնակիցը որոշում է, թե ով է սկսելու այս փուլը։ Սոնա, ձերն էին բարձր միավորները, դուք եք որոշում։ Բնականաբար։ Ինչ։ Դուք եք սկսելու այս որոշեցիր, որ ես սկսեմ։ Այո, իհարկե։ Ես ցանկանում եմ հիշեցնել, որ յուրաքանչյուր հարցից հետո դուք ունեք 20 վայրկյան մտածելու ժամանակ, այստեղ արագ սեղմելու անհրաժեշտություն չկա, ձեզ է տրված ամբողջապես ժամանակը, կարող եք մտածել, երբեմն բարձրաձայն, երբեմն, եթե անմիջապես գիտեք պատասխանը, իհարկե սեղմում եք կոճակը ու պատասխանում։ Առաջին ենթափուլը, որը երկուսիդ համար նույնն է լինելու, բայց հարցը ձեզ համար է, Էրիկ, այժմ էկրանին կհայտնվի սիրված դերասան, դերասանուհու հայտնի անձնավորության մանկության լուսանկար, դուք պետք է փորձեք կռահել, թե ում մանկության լուսանկարն է էկրանին, եւ այսպես ուշադրություն էկրանին։ Տարբերակներ, մտքեր, բարձրաձայն կարող ես մտածել, արտահայտվել։ Բանը 5 վայրկյան, սեղմեք կոճակը։ Kate Winslet։ Ինչպես։ Kate Winslet։ Winslet ուզում եք ասել։ Kate Տիտանիկի Ռոզան, էլի։ Ռոզան, Տիտանիկի Ռոզային նկատի։ Տեսնենք։ Բրավո, բրավո Էրիկ, այո։ Kate Winslet, ճիշտ է։ Սոնա նույն կերպ գուշակելու եք դուք, խնդրեմ, 20 վայրկյան։ Ծանոթ է շատ։ Թեդի դերասանն է։ Վայ։ Չէ։ Նույն օրն ենք ծնվել ես ու ինք։ Մարկ Այո։ Wahlberg։ Մարկ Wahlberg։ Մարկ Wahlberg։ Շատ նման էր մանկության ու մեր տարիքի նկարները։ Բրավո Սոնա, տեսնեք հիմնականում նրանք փոխված չեն լինում։ Երկրորդ ենթափուլն է մեր երրորդ փուլի անորոշությունը վախերի ամենատարածված աղբյուրներից է։ Հիմա էկրանին կտեսնեք հայտնի կադր ոչ պակաս հայտնի ֆիլմից։ Կադրում անորոշություն կա։ Մի դետալ մենք թաքցրել ենք կինոյի տարբերանշանի ետևում։ Պետք է փորձել հիշել կամ պարզապես կռահել, թե ինչ է թաքցված մեր տարբերանշանի ետևում։ Էրիկ, առաջինը դուք եք գուշակելու։ Խնդրեմ ուշադրությունը էկրանին։ Ֆիլմը մտաբերում եք։ Castaway-ն է։ Ինչ իրավիճակում է տվյալ մարդը ձեզ։ Թոմ Հենքսն է։ Գնդակն է։ Ուրփաթներ իր են, վոլեյբոլի գնդակը։ Տեսնենք։ Բրավո, ճիշտ է։ Վոլեյբոլի գնդակը։ Լքված ուրփաթ էր անբան։ Վոլեյբոլի գնդակով։ Սոնա նույն կերպ գուշակելու եք դուք։ Բանալին։ Բանալին։ Բուրատինոյի արկածները։ Բուրատինո։ Բանալին։ Ու իմ սիրտը բացող մի Բանալի, սերը թակ է հյուսված է երկնքում։ Այս սրծամը տալիս Ու սրտերը մենա է թագադրում, ապրելու ենք մենք սիրո մեր կինոյում։ Արսենի հետ։ Հաջորդ ենթափուլում ձեզ սպասվում է բանական արհեստականություն։ Այդ էր բարդան։ Քանի որ մեր նորեկ գործընկերը արհեստական բանականությունը, որին մենք աբո ենք դիմում, գեներացրել է մի լուսանկար։ Պետք է փորձեք տեսնելով լուսանկարը կռահել, թե ինչ ֆիլմ է արհեստական բանականությունը պատկերել էկրանին։ Խնդրեմ Էրիկ, դուք եք առաջինը։ Ինչ ենք տեսնում։ Python, աշխարհի վերջ, հաշվարկներ, մաթեմատիկա։
Սեղմեք։ Ամեն դեպքում կարող եք սեղմել։ Ֆիլմ է։ Ինչպես։ Կարող եք չսեղմել։ Եթե չսեղմեիք, մեխանիկորեն պատասխան չէ լինելու։ Այստեղ կմտածենք, լավ։ Այս պարագայում ավելի լավ է։ Սա ինչ որ պայթուն է։ Այդ ինչ է։ Շուտ պատերազմի մասին է այս ֆիլմը։ Օսկարակիր ֆիլմ է, Օսկարակիր ֆիլմ է։ բայց իսկապես հիանալի ներկայացված է, կարելի է լավ գուշակել։ Ես հաճախ չեմ գուշակում մեր արհեստական բանականության ֆիլմերը, բայց այս մեկը կարծես հիանալի է պատկերված։ Oppenheimer, ճիշտ եմ Նոլանի ասում։ ֆիլմն է։ Ճիշտ է, Oppenheimer։ Ես աբլոշկան եմ հիշում, սենց իրա։ Եվ Սոնա հաջորդ հուշումը ձեզ համար է, խնդրեմ։ Երաժշտական ֆիլմ։ Այո, կրկին Օսկարակիր։ Բարաբաչիկ։ Դեռ կար ժամանակ, բայց ոչինչ, այո։ Բրավոը չի։ Այո, հենց իր մասին էր։ Թմկահարի մասին, ինչ էր անունը այդ ֆիլմի, ես շատ եմ Ու սիրում։ իր դասախոսի։ Կախվածություն, Ճիշտ է, մարդ եթե ինչ-որ մի բանի նկատմամբ ունենում է Եվ որ առհասարակ։ միշտ նվագելուց ձերքերից արունը սկսում գան։ Ռուսերեն եմ։ Այո, ճիշտ է, մոլուցք։ Մոլուցք։ Վերջի կադրերը, որ ջուրը գնում է վրայից։ Միջև վերջ նվագումը։ Այո, Այս բեմում։ ֆիլմը շատ եմ սիրում։ Իր հետ տանջվել եմ ամբողջ ֆիլմի ընթացքում։ Տեսեք այդ տանջանքը ձեզ այսօր միավորի տեսքով Վերադարձավ։ վերադարձավ։ Բոլոր երաժիշտներին խորհուրդ կտամ։ Չորրորդ ենթափուլն է, սիրելի մասնակիցներ, հին ու բարի հուշումներ։ Հուշումներ, որոնք առաջին հայացքից կարող են թվալ շեղող, բայց մի քանի վայրկյան մտածելու պարագայում հավատացեք, որ նրանք օգնում են գուշակելու համար ֆիլմը։ Եթե իմ հուշումն էլ ձեզ չօգնի, խնդիր չէ։ Էկրանին կհայտնվի կադր տվյալ ֆիլմից, մուլտֆիլմից կամ սերիալից։ Եվ այսպես առաջին հուշումը Էրիկ ձեզ համար է։ Մուլտֆիլմ կորտիզոլով եւ ադրենալինով արփած ճախրուն փետրավորների մասին։ Angry Birds։ Խաղը նույնիսկ կա։ Angry Birds գժված թռչունները Սեղմեք, որ ես իզորու լինեմ ձեզ լսելու։ Կատաղած թռչունները չի։ Չար թռչունները։ Չար թռչունները։ Ճիշտ է։ Բրավո Էրիկ։ Ախ այդ կատաղած ծտերը։ Սոնա հուշումը ձեզ համար է։ Ֆիլմ, որի վերնագիրը Զվարթնոց օդանավակայանի առաջին հարկի սրահի ֆունկցիոնալ նշանակության մասին է։ Առաջին հարկի սրահի։ Այ քեզ բան։ Զվարթնոց օդանավակայանի առաջին հարկը ո՞ր հարկն է։ Առաջի հարկը մեկնելու։ Չէ, հակառակն է։ Այդ երկրորդն է։ Ժամանակ։ Չէ, վայրեջքի ժամանում։ Ահա, եւ Ժամանում։ Ժամանում։ Ճիշտ է։ Ես ասում եմ, չէ, իրականում շատ օգնող են մեր հուշումները։ Հավասար պայքար է ընթանում Էրիկ Կարապետյան, Սոնա Ռուբենյան։ Բրավո երկուսիդ էլ եւ մենք շարունակում ենք ու 5-րդ ենթափուլում ենք։ 4-ից 1 ավելորդ է։ 4 ֆիլմերից 3-ն ինչ որ տրամաբանությամբ, օրինաչափությամբ ունեն ընդհանրություն։ Դուք պետք է փորձեք կռահել այդ 3-ի ընդհանրությունը եւ բացառել նրանցից մեկի ներկայությունը տվյալ ընդհանրության մեջ։ Կադրում կտեսնեք 4 ֆիլմ եւ Էրիկ առաջինը պետք է փորձեք գուշակել դուք։ Խնդրեմ։ Հիշում եք ֆիլմերը։ Թող գնա մի վարքյան։ Հիշում եմ ես մեկին։ Ֆիլմերը հիշում եք։ Դե նախ սկսենք նրանից, որ Վերջինն է, ուղղակի շատ չեմ կարող օգնել, բայց կօգնեմ։ Եկեք անցնենք վերնագրերով, եթե հիշում եք։ Անցնենք։ Ստեղ Որն է։ դե ռուսական ֆիլմ է, դες լավ չեմ հիշում։ Հայ ռեժիսորի նկարահանած Հենրիկ Հովանեսյանի ֆիլմն է։ Հա, մնացածը Արտասամանյան են։ Տակի ֆիլմը չեմ տեսել, երրորդն էլ չեմ տեսել։ Միգուցե, չգիտեմ։ Կարող եք որևէ տարբերակ Երկրորդը ընտրել։ պետք է բացառենք այս դեպքում։ Երկրորդը բացառենք, չգիտեմ։ Երկրորդը։ Միգուցե սրանք բոլորը ֆրանսիական ֆիլմեր են, իսկ նա սովետական։ Երկրորդը։ Երկրորդը բացառենք, այո։ Ընդհանրությունը այն է, որ բոլորը ֆրանսիական ֆիլմեր են, երևի թե տենց։ Չնայած այն Էշտեն Կաչերն է։ Էշտեն Կաչերն է։ Չէ, Էշտեն Կաչերն է, որ այդքան էլ ֆրանսիացի։ Մի րոպե։ Նյանյա,
Այս մեկում Չէ, ամեն դեպքում եկեք բան այդ երկրորդը բացառենք։ Երկրորդը։ Չեմ կարողանում։ Եվ այսպես Էրիկ Կարապետյանը ընտրեց երկրորդը։ Այժմ ես անցնեմ ֆիլմի վերնագրերով։ 1 գումարած 1։ Երկրորդը 3 գումարած 2 ֆիլմն է։ Երրորդը 2 գումարած 1 ֆիլմն է։ Եվ չորրորդը 21-ն է։ Հա, գումարածը չկա։ Գումարածը չկա, գործողություն չկա, այս վարագայում 21-ներ ավելորդ։ Եվ շարունակում ենք։ Շարունակում ենք։ Սոնա, ցավոք շարունակում։ գնդակը ձեր դաշտում է։ Ստրեսային։ Եվ եթե պատասխանեք այս պահին, հաղթում եք։ Ու գալիս եք ինձ հետ սուպեր խաղ։ Ուշադրություն։ Պատասխանատու։ Էկրանի։ Անցած անգամ եմ հիշում այսպիսի պահ եղավ։ Վայ։ Չապլինն է։ Շուտ էր դեռ կարող եք սպասել, Հիմա բայց չեմ կարող մտածել սեղմելուց Կարող եք։ հետո։ Սև սպիտակ ֆիլմեր են, հավանաբար հին, երկուսը հայկական են։ Չապլինին բնականաբար Չապլինը, ճանաչում եք։ այո։ Առաջինը ինչ է, այդ չեմ հասկանում։ Առաջինը չեմ հասկանում, ինչ ֆիլմ է, երրորդն ու չորրորդը Դա առաջինը ինչի է նման։ նավ, Ահա, ինչ տեսակ նավի։ Չէ՞։ Ռազմական։ Այո, զրահանավ, օրինակ։ զրահանավ։ Երկրորդը Չապլինի ֆիլմերից է, Հետո մենք տեսնում ենք, երրորդը հավանաբար հայկական ֆիլմ է, ինչ ենք տեսնում։ տարբերություն բոյով կոլոտ։ Այո, դա Ցածրասակ։ ինչպես Շորը, էին ասում շորշորը։ գյումրեցիները, ահա։ Եվ Պեպոն վերջինը, չորրորդը։ հա։ Պեպոն։ Ահա։ Հիմա այս ֆիլմերից որն է ավելորդ։ Որն է ավելորդ։ Հայկական ու արտասահմանյան չեն կարող անել, արդեն։ Եթե Պեպոն առաջին ձայնային ֆիլմն է, Ահա, բայց նրանք Չապլինը դե բնականաբար համր ֆիլմ էր, ահա։ կարծում եմ այն երկուսն էլ։ Եվ ընտրում եք Պեպոն չորրորդ։ Սոնա։ Սոնա։ Նույնը նաև ես։ Բրավո։ Եվ շատ ճիշտ տրամաբանությամբ էլ հաղթում է Սոնա Ռուբենյանը երրորդ փուլը։ Իսկ հաղթի սուպեր խաղը թե ոչ։ Վարկաներ անց կպարզենք միասին։ Էրիկ, շնորհակալություն ձեզ փայլու խաղ ցուցաբերելու համար։ Կհանդիպենք սուպեր խաղում։ Գերազանց խաղ ցուցաբերեց եւ իրավամբ հայտնվել է գերխաղում Սոնա Ռուբենյանը։ Կարող ենք ասել, որ նա արդեն հաղթել է, բայց լիարժեք հաղթանակի համար նրան պետք է 7 ֆիլմ կռահել ընդամենը 120 վայրկյանում, որը ես կարծում եմ Սոնա ձեր նման մասնակցի համար բացարձակապես խնդիր չի կարող լինել։ Ես ցանկանում եմ հիշեցնել, որ 120 վայրկյանները կանգ չեն առնելու։ Եթե վստահ եք ֆիլմի անվան մեջ, սեղմում եք կոճակը, հնչեցնում պատասխանը, եթե կասկածում եք ավելի լավ է հնչեցնել հաջորդը հրահանգը, մենք առանց սեղմելու, մենք կվերադառնանք չգուշակված ֆիլմերին, ինչպես է տրամադրությունը։ Հուշումներ կան։ Հուշումներ։ Հուսով եմ իմ նայած ֆիլմերն Ես են։ այստեղ եմ, չնայած կարծում եմ, որ դուք Ձեր հաղորդումը իմ խաղերը, ես շատ եմ սիրում խաղերը եւ ֆիլմերը ու սերիալները, ձեր հաղորդումը այդ երկուսի միությունն է, այդ պատճառով շատ հետաքրքրությամբ եմ խաղում։ Բոլոր ֆիլմերը հայտնի ֆիլմեր են եւ ես կարծում եմ, որ նույնիսկ 120 վայրկյանից էլ շուտ հնարավոր է ավարտվի այս փուլը ձեր հաղթանակով։ Եկեք ծափարենք Սոնա Ռուբենյանին փայլուն խաղ ցուցաբերելու համար եւ մաղթում եմ նույնքան փայլուն սուպեր խաղ։ Սկսեցինք։ Պրաստակվաշինա։ Ձմեռը պրոստոկվաշինայում, ճիշտ է։ Oh, Sorrentino, The Great Beauty. The Great Beauty, մեծն գեղեցկություն, ճիշտ է։ Wolf of Wall Street. Wall Street-ի գայլը, ճիշտ է։ Rambo. Rambo առաջին արյունը ճիշտ է։ Կուկարիկու։ Միքչել որ նայեք, ասեք։ Բրեմենյան երաժիշտները, ճիշտ է։ Tom Hardy, Venom. Venom, ճիշտ է, Venom։
sei un muoio. La Casa de Papel. La Casa de Papel ծխտետունը ճիշտ է։ Da partigiano. Արտեն, բրավո, բրավո, բրավո։ Ես ասում եմ, որ մենք այսօր խնդիր չենք ունենալու։ Ընդամենը նույնիսկ ձեր վարկաները չհասցրեցին էլ կիսվել ու հաղթանակը ձերն է Սոնա, ես շնորհավորում եմ կինոյի Օսկարակիր Սոնա Ռուբենյան։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ հանձնում նաև մեր գործընկերոջ կինոպարկի կողմից հրավիրատոմսեր սպասված ֆիլմերը դիտելու համար։ Մեծ սիրով։ Ձեր խոսքը։ Ես շատ եմ սիրում ֆիլմեր, սերիալներ, ամեն օր գրեթե նայում եմ եւ չգիտեմ, խորհուրդ եմ տալիս բոլորին նայել, որովհետեւ հիմական շատ լավ ֆիլմեր ու շատ լավ սերիալներ եթերից հետո քեզ կպատմեմ վերջին ֆիլմերի մասին։ Շատ լավ է։ Շնորհակալություն Սոնա Ռուբենյանին։ Ես եմ շնորհակալ։ Ստոպ, նկարը հանված է, բոլորին շնորհակալություն, բոլորն ազատ են։ Մաեստրո, խնդրեմ, action։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։